Սկսած առաջին խաչքարից, խաչքարները մի կողմ, վիշապաքարերից, մենհիրներից ուսումնասիրությունները այնքան մանրամասնությամբ են գալիս հասնում խաչքարերին, որ այնտեղ մեզ բաց չի մնում, հարցեր չի մնում մեկնություններին, ամբողջ վիշապաքարերի սիմվոլիկան խաչքարը փոխարինում են, գալիս է ժամանակ, որ փոխարինում են վիշապաքարերից անցում խաչքարերի, հա։ Այո, սկզբից եթե վերցնենք հեթանոսության շրջանը, վիշապաքարերը էլի ջրի պաշտության վայրերում կանգնացվել են, հետո մենհիրներն են, հետո քրիստոնեությունը ընդունելուց հետո կամաց ավանդույթը վերափոխվեց եւ էլի սկսեցին որոշակի ծիսական կառավարություններ կատարելուց կամաց ձևավորվեց խաչքարի տեսակետը ու զարգացավ դա։ Այդ մշակույթը զարգացավ։ Դե բնականաբար բոլոր նոր կրոնները իրենց հետ հիմնվել են մեր ծիսական շատ արարողակարգեր ունենք, որ վերծված է մեզանում տոները վերափոխված է, բայց ավանդույթը մնացել է։ Նույն ձև խաչքարերի հետ է։ Այսինքն իրեն աշխատությունում մենք չենք տեսնում գոնե մի բաց, որ հարց առաջանա, խիա խաչես դիրքում, խիա տակը, այնքան մանրամասնությամբ այդ ամբողջ անցումը կատարած, հստակ է ամեն ինչը, ամեն մեկնություն, որ այսինքն դրանից հետո տալ ինչ որ տարօրինակ եւ չհիմնավորված խաչքարի մեկնություններ եւ ունենալով այս մեծ աշխատանքը ոնց ենք կարողանում մենք հիմա կատարել անգրագետ, անճաշակ աշխատանքներ վարպետորեն կատարած, բայց իսկ կարող է պատվերներից, այսինքն պատվիրատուից է գալիս։ Չեմ կարա բացառեմ այդ։ Չեմ կարա բացատրեմ, որովհետև շատ վարպետների հետ շփվելուց նույն այդ վերնիսաժ մանրանկարի բանին ենք նորից հետ գալիս խոսակցությանը, որ հա գումարը կա, շատ մարդիկ պետք է գումարը աշխատեն։